Երեք Ալիևը հերթական հայտարարություն է հնչեցրել ատոմակայանի փակման հետ կապված եւ նաեւ ասել է, որ իրենց փորձագետները հետազոտություններ են անցկացրել թրիփի ճանապարհի երկարությամբ, նաեւ Հայաստանի տարածքում եւ հարմար տեղեր են գտել էլեկտրասյուներ անցկացնելու համար եւ առաջարկել է երևի թե հա էլեկտրաէներգիայի շուկայում եւս դիվերսիֆիկացնել, նաեւ առաջարկել է, որպեսզի Հայաստանը փակի իր ատոմակայանը, ասելով, որ եթե ատոմակայանը փակի եւ ադրբեջանական գազից չօգտվի, ապա էներգետիկ ճգնաժամի առաջ կկանգնի։ Մենք հերթականական արձանագրում ենք, որ Ադրբեջանի նախագահ անում է հայտարարություններ, որոնք ըստ էության իրականության մեծ մաս են կազմում, չեմ կարող պնդել 100% իրականության, բայց կարող եմ պնդել, որ դրանք փաստացի գետնի վրա պրոցեսներ են, որոնք դեռ տեսանելի չեն։ Հարցազրույցի ընթացքում արձանագրեցինք նաև 20 թվականի պատերազմի ժամանակ եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես այդպիսին կապիտուլյացիա անվանելու փաստը։ Ես նկատել եմ, որ ԿՊ պատգամավորները շատ են նեղում կապիտուլյացիա բառից եւ դա իրենց համար որոշակի վիրավորական խոսք է պարունակում, բայց ես այսօր օրինակ ազգային ժողովի ամբիոնից չլսեցի որևէ կոպիտ, կոշտ, խրոխտ հայտարարություն կապված այդ ձևակերպման հետ, ինքնին սա ինձ համար լուրջ մտահոգություն է ստեղծում, ինչ առումով, որ ադրբեջանական վիրավորական հայտարարությունները չեն գտնում այսօրվա քաղաքական ուժի կողմից արժանի գնահատականի, բայց փոխարեն ընկած են ամենայն հայոց կաթողիկոսի հետևից փորձում են մեր սրբազան հայրերին բանտարկեն, այսինքն ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ առհասարակ օրակարգերը ձևավորում են դրսից։ Դրանց մասին մենք պարզապես հետագայում շատ ավելի ուշ դե ֆակտո եւ արձանագրում ենք իրականություն, որը մեզ համար ոչ այքան ցանկալի է։ Սա ինձ համար լուրջ մտահոգություն է եւ կարծում եմ այդ դիտարկումները, որոնք կապված են հարցազրույցում ձևակերպումների հետ, պետք են խրոխտ եւ կոշտ արձագանքի արժանանան քաղաքացիական պայմանների կուսակցության падգամավորների կողմից։ Ինչ վերաբերում է այն հայտարարություն, որոնք կապված են մոտենում եմ, ինչ վերաբերում է, որոնք կապված են ատոմակայանի փակման մնացած ձևակերպումը, գիտեք, այն ինչ որ տեղի ունեցել վերջին 6 տարում ինձ մոտ ստեղծել է տպավորություն եւ համոզմունք, որ Հայաստանի Հանրապետության ցավոք սրտի իրականությունը չի բխում հենց Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահից, կան պրոցեսներ, որոնք ինչպես շեշտեցի, տեսանելի չեն հասարակության համար, դրանք վերջում են փաստի առաջ կանգնելով ստեղծում իրականություն ցավալի։ Անընդունելի են, դատապարտում եմ եւ ինձ համար սա պարզապես սովորական հայտարարություն չեն, սա իմ պետության ներքին գործերին խառնվելու պրոցեսներ են եւ մեր ժողովրդին նկատմամբ նոր սպառնալիքներ ստեղծելու պրոցեսներ են։ Կներեք, կշտապեմ հանդիպման։ Մի հարց էլ այս թեմայի հետ կապված ընդդիմությունը իշխանությունը ձեզ ամբիոնից մեղադրում է, ասում է Ալիևյան օրակարգը դուք եք բերում այստեղ եւ ինչ որ Ալիևը եւ Ադրբեջանը հայտարարում է, ընդդիմությունը կրկնում է։ Ես իմ ելույթից մեկում նշեցի, որ յուրաքանչյուր խնդիր պետք է նախ առաջերտին կանխարգելիչ մեթոդներ ստեղծվի, որ իր մեջ ներառում է նաև հակառակորդ պետության պաշտոնական հայտարարությունը վերլուծություն։ Ինչպես ԿՊ-ն է անում, հայտարարությունը ուշադրություն չի դարձնում, ինչպես ուշադրություն չի դարձրել 3 վարված հարցազրույցին եւ վերջում բերում են նախագծեր, որոնք փաստացի բխում են ոչ այդքան Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսինքն ըստ էության մենք գործ ունենք մի իրականության հետ, որը մեր երկրի համար լուրջ խոչընդոտներ եւ փաստի առաջ կանգնեցող սպառնալիքներ է ստեղծում։ Այսքանը, շնորհակալ եմ։